Բայց մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ իմ նշած սահմանությունից սկսած մինչև վերջին հրամանն ու կարգադրությունը դա մի կողմ է դրված եւ մի անձի ցանկություն, որը պետք է կյանքի կոչվի, անկախ նրանից քանի օրենք է խախտվում, սահմանության որ կետն է խախտվում եւ այդ առումով իհարկե ազդելու է։ Իհարկե ազդելու է։ Վստահաբար, որտեվ իրավական առումով մեր սահմանության նշված է, որ երկիրը իրավական պետություն է, բայց իրավունքը սկսում է եւ վերջանում է Փաշինյանի մտամարզանքներով։ Ու վերջ։ Սա է իրականությունը։ Եթե մի քիչ ավելի խորքերը նայենք, դա պետության չգոյությունն է, որտեղ պետությունը մեկ անձ չի։ Պետությունը դրանք ինստիտուտներ են, որոնք փոխգործակցված հստակ պետության այսօրվա վաղվա եւ մոտ ապագայի տեսլական իրենց արժեվ ունեցած դրած խնդիրների լուծումն է։ Այդ ինստիտուտները չեն գործում։ Ավելին իրենք գործում են ոչ այն գործառույթներ իրականացնելով, որը օրենքով իրենց վերապահված է։ Օրինակ, որից մեկից կարող է բացատրել ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը ինչ գործ ունի մինչև Գյումրի, հա, դե Գյումրին ես շատ ավելին եմ ասում, իրենց համար խոցելի։ Մայր աթոռի վեհարանում, երբ փորձում էին բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջոպայանին։ Այն էլ ոչ ավել, ոչ պակաս զինված։ Հիմա որից մեկը կարող է բացատրել, ԱԾ գործառույթի մեջ նման բան մտնում է, վստահաբար օրենքով ոչ։ Այդ դեպքում ինչ գործունեին այդտեղ։ Դուք էլ երկրորդեցիք Գյումրին։ Ինչ գործունեին այնտեղ։ Այսինքն սա ցանկություն է, որտեղ ինքը վերցնում է հեռախոսը կամ ասում է ինձ կապի հանեք, այդքանը հասկանում է, էլի, որ իր ենթական ինքը ասում է մարդ կուղարկես սրանց կբռնեք, կարճ ասած, ու վերջ, ու դնում է, անջատում է։ Այս մարդու համար գոյություն չունի օրենք, սահմանություն, իրավական ակտ, հրաման, կարգադրություն։ Եվ այդ առումով իհարկե ցանկացած հիմարություն, որ դուրս է տալիս, վերջին հաշվով մեկ էլ այս կամ այն ինստիտուտի, այս կամ այն կառույցի գործունեության վրա եւ ցույց տված արդյունքներով էական ազդեցություն է թողել։ Բացասական իմաստով, այսինքն լինելու հետևանք ոչ արդյունք։